Արժանի ես ողջ վարկի Արժանի ես ողջ վարկի Քեզանից է ամեն բան Քեզանով և տևիկ ես Քոն է դեր ողջ վարկը Ով մեր հզոր արկա Այո դեր այս ժամն է, որ մենք քո անունը բարձրացնենք Տեր քո եկեղեցիդ մեջ Եվ քո դանդ մեջ միակ քո փառքը հայտնվի եւ բարձրանա Տեր Հիսուսի անունով մեր արկա մեր ամեն բեսակներ մեր ամեն Տեր Հիսուսի անունով կարողություններ ծերբերումներ Տեր դաղանտներով Հայր Աստված մենք քո առջև կտապենք եւ կհայտնենք որ դու միակ Աստված ես եւ արկան ես Տեր Մենք շնորհակալ ենք Հայր Աստված, որ քո անունը ամեն անուն է վեր է։ Մենք կմեծարենք միակ արքայ, ամենաբարձրյալ արքայ, ամենահզոր եւ զորավոր արքայ։ Մենք շնորհակալ ենք ով Տեր, որ քո եկեղեցիի մեջ միակն ես։ Մենք կմեծարենք քո անունը Տեր։ Քո անունը ամեն անուն է բարձր է։ Քո իշխանությունը ամեն իշխանությունը վեր է Տեր։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք։ Մենք գերքենք քո անվանը Տեր։ Որ արժանի ես մեր արկա, հալելույա, բարձրացուցանը դիրոջ երկե, և այդ է իրեն։ Արժանի ես ողջ վարկի, քեզանից է ամեն բան, քեզանով և տևիկ ես, քոն է դեր ողջ վարկը։ Սերկեր բարձրացած երկենք Արժանի ես ողջ վարկի Միակ արժանի արքան և դերը Արժանի ես ողջ վարկի Քեզանից է ամեն բան Քեզանով և տևիկ ես Քոն է դեր ողջ վարկը Ո մեր հզոր արկա ամեն անուն որ բարձրացած է քո եկեղեցիդ մեջ Տեր Թող Հիսուսի անունով խոնարհի քո առջև Տեր ամեն Տեր Հիսուսի անունով քորոզացած հոգի ամեն ավստամբող հոգի ամեն տեսակ Տեր հբարտություն Տեր Թող ամենը խոնարհի քո դանդ մեջ միակ ով Տեր Աստված քո փառքը դլա քո դաջարիդ մեջ ով Տեր Աստված Թող արտոնություն չունենա չարը ո մեկ ձևով Տեր Տեր Հիսուսն հայտնի իր ով Տեր Աստված շար ծրագիրները քո դանդ մեջ Տեր Այլ միայն դու երբ որ կբարձրանաս քո դանդ մեջ ամեն ինչ Տեր Հիսուսն մեր կյանքերում մեջ կընթանա քո փառի կատարյալ կամքիդ համաձայն մենք կվայելենք քո բժշկություններդ մենք կվայելենք քո հրաշքներդ մենք կվայելենք քո ջեղքումներդ մեր կյանքերում մեջ ով Տեր մենք կվայելենք այն գործերը որ բարի են եւ ով Տեր Աստված հավիտենական են Մենք ով Տեր Աստված կվայելենք այն գեղեցկությունը, որ դու գտապես մեր կյանքերում մեջ։ Երբ որ դու գլաս առաջինը, երբ որ դու գլաս միակը, երբ որ դու գլաս ամենը Տեր։ Մենք խոնարհեցնենք մեր սրտերը քո առջև, որ հայտնենք քեզ միակ մեր արկա եւ Տեր Աստվածը։ Ժանի Էստեր, եկեք Աստծո եկեղեցի բարձրացնենք նենք ցերկեր, սուրբ ցերկեր բարձրացու Տիրոջը։ Հայտնի որ միակն է բարձրյալ Տերը Արժանի ես մեր Տեր Արժանի ես մեր Տեր Արժանի ես մեր արկա Միակ որ քո անունը բաշխտվի Միան որ քո առջև երկրպագություն հայտնվի Հալելույա 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 Թող բարձրանա քո անունդ Թող բարձրանա քո անունը Տեր Թող բարձրանա քո անունը Տեր Արժանի է մեր Տերը Քեզանից է ամեն բան Քեզանով և տևիկ ես Քոն է դեր ողջ վարկը Հալելույա բարձրացուր Տիրոջը ամեն քո հարցերդ վեր ամեն դժվարություններդ վեր թող Տերը հայտնվի քո կյանքիդ մեջ մեր Տերը արժանի է Արժանի ես ողջ վարկի Քեզանից է ամեն բան Քեզանով և տևիկ
երթևի քեզ կոնեդեն ողջ բարգը Հալելույա Տեր մենք շնորհակալ ենք որ ամեն անգամավես դու հավատար մորեն Տեր ներկայես քո դանդ մեջ քո եկեղեցի մեջ Տեր մենք աղոթենք որ Տեր բանաս մեր սրտեր եւ միտքերը այսօր մենք ընդունենք աստվածային եւ երկնավոր խորհուրդներ որ մեր կյանքը ու Տեր Աստված ստանա բժշկություն Տեր նոր բուժում Տեր Հիսուսանով ամեն վերքեր Տեր Հիսուսանով ամեն քանտված բաժիններ թող վերագանքնվին Տեր քո խոսքով թող Տեր Հիսուսանով նորոգվի մեր ուժը արձիվներով ես Տեր որ չլանք դգարության մեջ կամ ով Տեր հոգնածության մեջ այլ Տեր Հիսուսանով գդրիչ չեղքո ժողովրդի պես Տեր հզոր մենք մեծարենք քո անունը Տեր Տուն արժանի ես Տեր ամեն պարկի, արժանի ես Տեր հզոր, հալելույա Պրոգրադը վարվի, որ գիշեր ծերեն, պրոգրադը վարվի Հալելույա Որ գիշեր ծերեն, պրոգրադը վարվի Որ գիշեր ծերեն, պրոգրադը վարվի Հալելույա մի գենար մի տատրի դիրոջը պարապանել են Արժանի ես ողջ բարգի Քեզանից է ամեն բան Քեզանով երթևի քեզ Քոնե Տեր ողջ բարգը Հալելույա պարապան է դիրոջը մեծարիր անունը Քեզանով երթևի քեզ Քոնե Տեր Հալելույա 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 Մեկ հատ ասանք բարձր ծափենք մեր դիրոջը Ամեն եւ ամեն եկեք նստենք մեր դիրոջ քաղցր ներկայության մեջ շնորհակալ ենք մեր պարապանության խումբեն այսօր սեդիսկայալ շնորհակալություն հայտնենք մեկ խումբի որ մենք շատ չենք տեսներ բայց իրենց պատճառով անուշ պարապանություն գլսենք որն է մեր սաունդին թիմը եկեք դիրոջը պարկ տանք իրենց համար ամեն եւ ամեն մեր դերը շատ քաղցր է եւ շատ բարի է եւ դերը ցեզի շատ գսիրը Շատ լավ գիտեմ որ գիտեք, բայց ասենք սերդիս եկավ ասեմ ցեզի որ դերը կգամենա հադուկ ամեն մեկերնուս է որ ես քեզի շատ գսիրեմ Աստված քո հետ է մինչև վերջ հալելույա եւ ամեն Ամեն Գիտեք մենք հիմա դարբեր նյութերով կխոսվի որ մենք զոմաբահության ընթացքին կաուտենք այն նյութերուն համար եւ այն գետերուն համար Գիշեք այն գետերը Կանի գետեին 6 գետ, ինչ էին այն գետերը Գիշենք Տիրոջը ճանչնալ 2026-ին Աստծո կամքը գիտնանք Կաբանքներ եւ սատանային բոլոր գործերը կանտվի մեր կյանքեն Մեր քույրիկը անցյալ շաբաթ ինչի համար խոսավ կամ 2 շաբաթ առաջ ընտանիքի համար եւ գալ շաբաթ շատ հզոր նյութ կա ժողովուրդներուն հասնելուն Եվ այսօր պիտի խոսենք Տիրոջ շնորհքով մեր աստվածային կոչման համար։ Կավադաս որ Տերը ունի կոչում քո կյանքիդ։ Ամեն։ Ամեն անձ Աստծո տակավորության մեջ ունի հadouk կոչում եւ թունալ բացառություն չես։ Աստված հզոր կոչում ունի քո կյանքիդ մեջ։ Քանի որ Աստված իր հավատարիմ բաժինն է, որ ամեն անձ իր տակավորության մեջ կոչ է։ Ամեն։ Պիտի գարտանք միասին հատվածը։ Գործ Արաքելոց 7:22 Շատ լավ գլա եթե բանանք բոլորնից մեր սուրբ գիրքերը Հզոր հայտնություններ կհավատամ որ պիտի առնենք այս համարներում մեջ են Գործ Արաքելոց 7:22-ը մինչև 37 Կրնանքալ էկրաններեն ալ գարտալ Շատ կետրոնանք քանի որ ամեն մեկ համար կրնալ մեզի շատ հզոր հայտնություն մտա 22 Մոսես Եգիպտացիներուն բոլոր իմաստությունով վարժվեցավ եւ զորավոր էր իր խոսքովը ու գործերովը
Ու երբ 40 տարեկան եղավ, իր սիրտը ուզեց իր եղբայրներուն Իսրայելի որդիներուն այցելել։ Իսրայելցիներեն մեկը հարստահարված տեսնելով պաշտպանեց եւ զրկվածին վրեժը արավ Եգիպտացին սպանելով։ Կգարձեր թե իր եղբայրները պիտի իմանային թե Աստված իր ցերկով իրենց ազատություն պիտի տար, բայց անոնք չիմացան։ Հետևյալ օրը երկու իսրայելցիներու թեմ ելավ, որոնք կգրվեին։ Խաղաղություն հաստատել ուզելով ըսավ. «Մարդիկ, դուք եղբայրներ եք, ինչու մեկս մեկ կզրկեք»։ Բայց ան որ ընկերը կզրկեր, մեկտի կշեց անիկա ու ըսավ. «Ով քեզ մեր վրա իշխան ու դատավոր տարավ։ Զիսալ սպանել գուզես, ինչպես 3 Եգիպտացին սպանեցիր»։ Մոսես այս խոսքին վրա փախավ ու Մադիամի երկրին մեջ բանտուղտ եղավ, ուր երկու որդի ծնավ։ 40 տարի անցնելը հետո Սինա լերանը անապատի մեջ Տիրոջը հրեշտակը երևցավ անոր մորենի գրակի փոցով։ Մոսեսն երբ տեսավ զարմացավ այն դեսիլքին վրա ու երբ մոտեցավ զնելու Տիրոջը ցայն եկավ անոր որ գսեր. Ես եմ քո հայրերու Աստվածը, Աբրահամին, Իսահակին ու Հակոբին Աստվածը։ Մոսեսն վախեն թողալով չեր համարձակեր նայել։ Եվ դերը ըսավ անոր. Ոտքերուդ գոշիկները հանե վասնզի այդտեղ ուր թուն կայներես սուրբ երգիր է։ Հիրավի Եգիպտոսի մեջ եղող ժողովրդից չարչարանք տեսա ու լսեցի անոր հարաճանքը եւ իջա զանոնք ազատելու եւ հիմա եկուր քեզի Եգիպտոս ղրգեմ։ 35-րդ համարը Այն Մոսեսը որ մերժեցին ու գսեին ով քեզ իշխան ու դատավոր դրավ, Աստված սանիգա իշխան եւ բրկիչ ղրգեց այն հրեշտակին ցերկով, որ մորենին մեջ անոր երևցավ։ Անիգա հանեց սանոնք հրաշքներ ու նշաններ ընելով Եգիպտոսի երկրին ու Կարմիր ծովու մեջ եւ անապատին մեջ 40 տարի։ Այս Մոսեսն է, որ ուսավ Իսրայելի որդիներուն ծեր դեր Աստվածը ծեր եղբայրներեն ինձի պես մարգարեմը պիտի հանե ցեզի։ Օրհնյալը լա Տիրոջը խոսքը մեր կյանքերում մեջ։ Սիրելիներ, մենք հոստեղը կգարտանք անցիմը մասին, որ հadouk կոչում ուներ Աստծո։ Մենք գիտենք, որ Աստծո ժողովուրդը կամ հրեա ժողովուրդը, ինչպես Եգիպտոսի մեջ շատ երկար տարիներ ստրուկության տակ էին։ Եվ Աստված կուզեր, երբ որ ժամանակը կա, որ այն ժողովրդին հաներ, եւ Աստված պետքությունն էր անցիմը, որ հետը կորցակցի եւ այն անցի միջոցով ժողովրդին հաներ այն երգիրեն։ Ինչ է կոչումը։ Ինչ սել է Աստված կոչե մեզի։ Աստված, որ աշխարհը, երկինքը եւ երգիրը ստեղծած է, ստեղծող Աստվածը ինքը մեզի պես մարդոց կկոչե, որ երթանք եւ բաներն ենք։ Կրնալ երբ որ գարտաս Մոսեսի պատմությունը ասես անցը շատ հզոր էր, որ Աստված իրեն կոչեց։ Բայց գիտեք, որ Մոսեսը մարդ էր, ինձի եւ ձեզի պես։ Երբեք հեչ տարբերություն չի կար։ Աստված ամեն անձի մեզ մե պատրաստ է, որ կոչե։ Բայց եկեք հասկանանք քիչ այս պատմությունն ինչ կբադահեր եւ ինչու ուշացավ Մոսեսին գոչումը գադարվիլը։ Անգերանա չէ մտածենք ինչու Աստված մարդ արարածի կգոչե։ Ինչու հրեշտակի օրինակի համար չի գոչեր։ Ինչու ինքը չներ ինչ որ պիտի ինե։ Մենք անի կրնանք հասկանալ, երբ որ գիտնանք դերը արդեն երբ որ մեզի ստեղծեց իր նմանությունով, ուզեց որ շատ մտերիմ հարաբերություն գազմի իր ժողովրդին հետ, եւ մենք ալ իրեն հետ գործակից լանք, քանի որ Աստված անանք կամեցավ, անոր համար Աստված չուզեց աշխարհին եւ երկրին վրա բարձավես մինակ աշխատի, միշտ ուզեց որ մարդու հետ գործե եւ ասի է Տիրոջը անուշ բաժինա եւ քիչ վերջ կհասկանանք ինչքան անուշ է որ մենք ալ at կոչում են բաժինը լանք չլանք անց կամ անդարբեր կամ ան կոչում է դուրս որ չվայելենք այն բադիվը ասեմ կամ այն քաղցրությունը որ մենք Տիրոջ մի կոչված ենք գիտեք
Աս համարներում մեջ թիվը գա որ երկու անգամ կգրտնվի։ Նկատեցիք հեչ։ Ով սավ 40։ Okay, ճիշտ է։ 40 թիվը երկու անգամ կգրտնվի։ Եվ եթե մենք Աստծո խոսքի մեջ կսերդենք շատ անգամ թիվերը իրենց նշանակություն ունին։ Այսինքն թիվը բարակ դեղի չի գրտնվի Աստծո խոսքի մեջ։ Մենք գիտենք որ կա թիվեր որ շատ կգրտնվին 3, 7, ուրիշ 6, 12, 40 թիվեր կան որ շատ կգրտնվին եւ ընդհանրապես Աստծո խոսքի մեջ իմաստ ունին։ Երբ որ գարտանք 40-ին մասին, միշտ կարծես կտեսնենք, որ փամը գա Աստված կգադարե եւ պետք է որ լրացնե։ Այսինքն այդ 40-ը ինքը կարծես վերջացավ, okay, հոն հասավ, լրացավ, գադարվեցավ։ Տեսնենք օրինակներ Աստծո խոսքի մեջը։ Օրինակի համար։ Ինչ օրինակներ կա։ 40 տարի Աստծո ժողովուրդը, հրյա ժողովուրդը անաբադ մնաց, չէ՞։ 40 օր Նոյի ադեն ջրեր եղավ։ 40 օր Հիսուս ծոմ բահեց։ Ինչ կբադահեր աս օրերուն աս 40-ի մեջ ինչ կլար։ Կարծես գործողությունը կդարվեր Աստծո կողմեն եւ պետք է որ այդ գործողությունը լմնար։ 40 տարի Աստծո ժողովուրդը մնաց անաբադ մինչեւ որ այդ ամեն հին մտածելակերպը ստրուկության ոչնչանար որ իրենց բادرաստը լայն որպես նոր զավակներ մտնեն խոստումի երկիրը։ 40 օր պետք էր որ ամեն ինչ ոչնչանար երկրի մեջ, քանի որ Աստված որոշեց աշխարհի մեղքին պատճառով Նոյի ադենը ած ջրհեղեղը աշխարհը բոլորը ծածկե։ 40 օր պետք էր որ Հիսուս նույնիսկ ած ծոմաբահությունը գադարել անաբադի մեջ որբեսի գարնար Աստծո զորությունով եւ լեցված սկսեր իր ծառայությունը եւ իր առաքելությունը։ Գիտեք մեկ այլ բացմությունները մեկ որ ինձ քաչալերած է Իսահակ գսե որ 40 տարեկան էր երբ որ Իսահակ ինչ եղավ ամբուստացավ So ասեմ մտածած եմ ինձ անգամ մխիթարություն եղած է որ ես դակամին 40 տարեկան չեմ եղած բայց անի օքեյ է ինձ մխիթարած է որ գա անցնա կամ անցավորությունը Աստծո խոսքի մեջ որ ինքը շատ Աստծո համար հզոր էր բայց դակամին 40 տարեկան ուզեց որ ամուսնանա Ինչու 40 տարեկան Գիտեք, եթե գարտակն է Իսահակին ամուսնության վկայությունը, կտեսնեք, որ հզոր ձևով Աստված խառնված էր։ Մենք շատ ատեններ գաղութենք Աստծո, ասենք ամուսնության համար, որ Աստված մճամտե կամ խառնվի, բայց մենք կրնալ պատրաստություն չենք ունենալ այն գործին, որ Աստված կկատարե մեր կյանքի մեջ, որ պատրաստ լանք։ Ես կհավատամ, որ անիկա բարապ դեղի չի նշվեցա, որ 40 տարեկանը սպասեց, որ այն հզոր Աստվածային ամուսնությունը գադարվեր։ Ուրիշ մեկ հատ օրինակ ով գիշե Եղիա մարգարեն։ Եղիա մարգարեն վախի պատճառով Հեզաբելեն 40 օր քալեց եւ հերացավ այն ուղղությունեն որ պետք է որ ինքը լար։ Գիտեք 40 օր գարդես Աստված կսպասեր որ Եղիան իդ իր թիրքը առնե եւ իդ իր գոչման մեջ դառնա որբեսի չգործընծե իր գոչումը 40 օր վերջ Աստված ինչ հրավ Եղիային հրամայեց որ իր օծե ուրիշ անցերու քանի որ ինքը բարձրապես այն 40 օրը անցուց եւ Աստծո հետ իդ չի վերականգնեց իր գոչումը Անոնամար սիրելներ միշտ հիշենք որ 40 թիվն է որ Աստված փամը կարծես պիտի գադարե եւ վերջացե մեր կյանքի մեջ եւ անուշպաժինը որ անիկա վերջավորությունն ունի Այսինքն անաբադը ինքը հավիդյան չէ Ջնշումը կամ նեղությունը որ աստվածային գլա հավիդյան չէ Վերջ ունի եւ անոր մե վերջ հզոր արդյունքներ կա եւ հզոր օրհնություններ կա Ամեն Ասե անուշպաժինն է Դառնալով մեր պատմության Մոսեսին պատմությունը Եթե գարտանք առաջին համարները ետ դառնանք 22 Գսեմ Մոսես Եգիպտացիներուն բոլոր իմաստությունով վարժվեցավ եւ զորավոր էր իր խոսքով ու գործերով Ինչպիսի անձնավորություն կտեսնեք հոս դգար կամ կայուն զորավոր սան քարիզմատիկ անձ չէ So ինքը իր աչքին իմաստությունով լեցուն էր զորավոր էր կարողությունով խոսքերով լեզվանի ավոր ասանք կեցվածքով
գսե վերջը ու երբ 40 տարեկան եղավ, իր սիրտը ուզեց։ Կնկատեք իր եղբայրներուն Իսրայելի որդիներուն այցելել։ Հոս 40 տարեկան մգա։ Բայց այս 40 տարեկանը ինքը ժամանակն է, որ Աստված իր գործը լրացուց։ Կամ մեր Մոսեսը ինքը սեբեց, որ ինքը պատրաստ է։ Ուրեմն այս 40 տարին կամ 40 թիվը ինքը Աստծո որոշված թիվներ, 40-ներ կամ Մոսեսին։ Մոսեսը գիտեր, որ ինքը գոչում ունի։ Եվ հաջորդ համարի մեջ կրնանք տեսնել, ինչպես 25-րդ համարը կրնանք կարդալ, գսե կգարձեր, թե իր եղբայրները պիտի իմանային, թե Աստված իր ցերկով իրենց ազատություն պիտի դար։ Բայց անոնք չիմացան։ Ինչու արդյոք չիմացան։ Քանի որ բարձաբես Աստված չէ, որ իրեն ասավ քնա։ Ինչպես որոշեց միտքը եկավ։ Եվ շատ ալներ մենք ակրնալ նույն իրավիճակի մեջ լանք, որ մենք ալ միտք ունենք, որ փամը պիտի ինենք։ Մեր 40-ը եկավ, զորավոր եմ, պատրաստ եմ, ինքնավստահ եմ, բայց Աստված չի կոչած։ Հոսա գտեսենք արդյունքը շատ դժվար է, բարձ արդյունք չէր, կամ բարձ հարց մեջ որ բադահեցավ։ Մենք գտեսենք, որ Մոսես անց մը գսպանե, եւ մի քանի օր վերջ արդեն Փարավոնը կճանչնա, կգիտնա ինչ եղավ, եւ ինքը վախի պատճառով կստիպի որ փախի։ Լսած եք ծարաներ, որ խայդարակ վիճակով իրենց ծառայությունները գործընթացած են, պատահած է ասանք դեպքեր, ասենք դժվար դեպքերը, որ գլսենք ծարամը, գներեք, ասենք շնությունով խայդարակ եղավ, կամ որոշ հարցի պատճառով բանտ մտավ, եւ գրնակ սկալ, որ աս անցին բոլոր իր աբական ինչ եղավ, փչացավ, ոչնչացավ։ Ադներ ասպաժինն է, որ կստիպե Աստված կարծես արդոնե, փամը ըլլա, որ լման մեր կյանքը ուղությունը ետ Աստված վերադարձե իր ծրագիրի մեջ։ Ես չեմ ասել, որ Աստված է, որ ինքը գցիկե, որ մենք ասելու վարվին, կավլիցի, չարն է, սատանան է։ Բայց սիրելիներ, Աստված կարող է ամեն ինչ դարձե բարիքի համար։ Եվ մենք կտեսնենք հոստեղը Մոսեսը իր ամեն այն կարողությունը եւ ամեն իր ուսումը եւ ամեն իր տաղանդները ոչինչ եղան։ Ուր կնաց անաբադ փամը չի գահոն դեղը։ Ընդհանրապես ընտանիք մը գազմեց, երկու բզդիկ բերավ ու չեմ գիտեր ինչ կներ գոկներ իրեն ընտանիքին եւ 40 տարի անաբադ մնաց։ Դաժան է կամ ոչ, ասենք պատկերացուր։ Դու նորնական քու կորցական կյանքիդ մեջ դեպք կբադահի եւ քու ամեն կարիերդ բոլորը կփչանա։ Խայդարակ ձևով կարելի կամ շատ դքեր ձևով։ Մոսեսը աս վիճակի մեջ էր։ Պատկերացուեք ինքը ինչ կսկար։ Ինչքան ինքը դաուն էր, ինչքան ինքը հուսահատ վիճակի մեջ էր, որ ամեն ինչ գնաց, գնալալ սուտ է, գնալալ խապված է, գնալալ իրական չէր։ Բայց Աստված ուրիշ գործ ուներ։ Աստված ուրիշ 40 տարի ուներ, սիրելներ։ Գիտես, շատ ադներ Աստված արիտ կուտա մեզի, որ մենք չհասնենք այդ մեր 40-ին ծայրը, որ փամը բադահի եւ ստիպե կարծես մեզի, որ իդ մեր ուղղությունը փոխենք, մեր անձնական որոշում են եւ իշխանություն են դեպի Աստծո, որ դեր ես հանձնված եմ, ես չեմ, թուն ես, որ պիտի անես այս բանը։ Եթե գարտանք 30-րդ համարի մեջ, գսե 40 տարի անցնել է հետո, Սինա լերանը անաբադի մեջ, դիրոջը հրեշտակը երևցավ անոր, մորենի գրակի փոցով, ինչ կրնալալ վիճակի մեջ լար Մոսես, կարծեք համբերություն ուներ կամ ագնկալություններ կամ կրնալալ ընդհանրապես բաղած չեն գիտեր, Աստծո խոսքը կարծես չի հիշեր։ Բայց ես կրնալալ մտածեմ, որ Մոսես այլևս հոգնած էր աս նույնտեն կամ կրնալալ չեմ գիտեր։ Կացած էր իր միտքեն, կրնալալ ինքը գսեբեր, որ այլևս
երբեք ինքը պատրաստ չէ կամ կարող չէ այլուհետև աս կոչումը կատարելու։ Բայց գտեսնենք հոց ինչպես ինքը չէ որ կնած Աստծո։ Կարելի ինքը այլևս հոգնած էր այդ 40 տարվա ընթացքում։ Դեր ինչ է կոչումս, ինչպես կոչումս ընեմ։ Բայց այն ժամանակ, երբ որ այդ մույս Աստվածային 40 տարին անցավ, որը անաբադի մեջ էր, որը հոնդեղը Մովսեսին կպատրաստեր, որը Մովսեսին կփոխեր իր Աստվածային ձևով եւ ոչ թե Եգիպտոսի ձևով, քանի որ Եգիպտոսը այնադեն փարահեղը իրավիճակի մեջ էր, բայց Աստված աշխարհի չափանիշներով չէ որ կգործե, իր չափանիշներով է։ Կտեսնենք ինչպես Աստված նոր 40 տարի մեջ ընթացքի մցուց եւ ամեն փոփոխությունը եղավ եւ երբ որ այն ժամանակին ընթացքին Ադենը վերջացավ գավանցավ Աստված ինքը եկավ։ Մովսես նույնիսկ կարիք չուներ որ երթար Աստված քովի եկավ, քանի որ ինքը այն ընթացքը չի մերժեց եւ չի հագարակեցավ։ Եթե երթանք 34 խոսքը Գսե հիրավի Եգիպտոսի մեջ եղող ժողովրդից չարչարանքը դեսա ու լսեցի անոր հարաճանքը եւ իջա զանոնք ազատելու եւ հիմա եկուր քեզի Եգիպտոս ինչ անեմ ղրգեմ Աստված կկոչե Մովսեսին եկուր քեզի ղրգեմ հոստեղ գործ մգա ես չեմ ուզերնել ես կուզեմ իմ զավակս եւ իմ ծառասն է քանի որ դու հիմա արդեն պատրաստ ես այն գործին եկուր ղրգեմ քեզի Եգիպտոս Նայեցեք ինչ է դարբերությունը առաջին անգամ եւ երկրորդ անգամ Մովսեսին 40 տարին եւ Աստծո 40 տարի են վերջ 36 կներեք 35 գսե այն Մովսեսը որ մերժեցին ու գսեին ով քեզ իշխան ու դադավոր դրավ այնադեն մերժված էր քանի որ ինքը իր գլուխեն էր որ արդեն քայլ արած էր գսե որ Աստված զանիգա իշխան եւ բրգիչ ղրգեց այն հրեշտակին Ցերկովը հստեղ Մովսես ղրգվեցավ ոչ թե իր մե այլ Աստծո մե եւ որպես ինչ որպես իշխան եւ որպես բրգիչ ինչ պատիվ է որ Աստված քեզի գվստահի որ ղրգե քեզի որ շատ մարդոց կամ ժողովուրդներու բրգե տուն բոլորնիսալ եւ անգևերջ կսե որ 36-ի մեջ կսե անիգա հանեց զանոնք հրաշքներ ու նշաններ անելով Եգիպտոսի երկրին ու Կարմիր ծովու մեջ եւ անաբադի մեջ 40 տարի։ Գտեսնենք ինչպես Աստծո զորությունով է որ Մովսես անեց Աստծո ժողովրդին, ոչ թե իր գերբերով, ոչ թե իր հասկացողությունով, ոչ թե իր խորամանկությունով, ոչ թե իր լեզվանությունով, Ադներ կտեսնեմ ծառաներ ինչպես իրենց անցած են գոչման մեջ, բայց հստակ է որ անցն է որ ինքը ատկայլ արած է եւ ոչ թե Աստված։ Կսկամ որ ադբագաստյունը Աստվածային զորության եւ ինքը կփորձի անիկա ինչով ծածկել իր անձնական կարողություններով։ Եվ դերմը գուկա Աստված կհամբերե մինչեւ որ այդ մարդկային 40 տարին վերջանա գնալալ դեպքը արդոնե դերը որ բադահի որ ամեն ինչ կտեսնեք որ կբիճանա։ Աստծո խոսքը հստակ է այն դունը որ Հիսուսի վրա չի գառուցվիր ինչ կլեր որ փոթորիկը կա անպայման գինա հոստեղ մենք դարբեր Մովսես տեսանք հզոր Մովսես տեսանք Աստծո խոսքը գսե որ բրգիչ է հրաշքներով նշաններով 37-ի մեջ գսե այս Մովսեսն է որը սավ Իսրայելի որդիներուն Ձեր դեր Աստվածը ձեր եղբայրներն ինձի բես մարգարեմը պիտի հանե ցեզի 37-ի մեջն է գսե ինձի բես մարգարե հբար դեր հոս Մովսեսը ինչ կգարձեք որոն համար գխոսեր նախ ով բրգիչ պիտի հանե իրեն նման Հիսուս չէ Հիսուսի մասին գխոսեր եւ ինքը գսեր որ ինձի նման հբար դեր հագարակ շատ խոնար էր այդ ամեն զորությունը եւ ամեն անիշխանությունը ինքը Աստծոց մե էր եւ Հիսուսն ալ գսե որ լեցուն էր խոնարհությունով եւ հեզությունով եւ անի էր որ ցկած էր որ Աստծո զորությունը նորեն գործե Հիսուսի մեջ ինչու քանի որ ինքը
նորեն սպասեց Աստված կամ Աստծո ժամանակները եւ ոչ թե ինքը քայլ արավ, որպես նե այն ինչ որ ինքը կորոշե։ Հիսուս ինչքան սպասեց իր ծառայությունը սկսելու։ 30 տարի, չէ՞։ Ջեր քալեր 20 տարի վերջ։ Ինչու այնքան սպասեց։ Կա աստվածային ժամանակ, չէ՞։ Կա աստվածային արտոնություն։ Շատ ծառաները երբ որ գտեսնեն, որ իրենց խապեպա գարձես իրենց ունին մենք տադողական ծևով չենք սերգոր սիրելներ, բայց հանգարց որ մեր անձերը կնենք օրը մենք այս ծևով չլանք, որ ունենանք արտարության պատկերը, բայց անոր զորությունը մերժած ենք կամ չունենք այն զորությունը ընդհանրապես։ Գիտեք Հիսուս կսե Ղուկաս 16-15-ի մեջ։ Կսե Հիսուս սավանոնց դուք եք որ մարդոց արչև ինքզիկնիդ գարտարացնեք, բայց Աստված գիտե ծեր սիրտերը։ Վասնզի մարդոց մեջ բարձր եղածը Աստծո արչև բիղծ է։ Հիսուս խոսեր պարիսցիներուն համար, կսեր որ դու գերևիկ մարդոց արչև գերևնակ արտար։ Գրնաս շատ չանկնել, գրնաս ալ հաջողել շատ մարդոց ալ խապել, որ դու այդ արտարություն ունիս եւ այդ բادرաստություն ունիս, բայց իրականության քո մեջը ինչ է, բարապ է։ Երբեք այն սորությունը չի գա Աստվածային եւ Աստված կսե որ այդ անձը որ կբարձանա կամ կփորձե բարձր երևնալ մարդոց արչև Աստծո արչև ինչ է բիղծ է նույնիսկ շատ ծիրեններ լուրջ է որ մենք չսպասենք Աստծո եւ Աստծո ծրագրի մեջ չլանք մեր կյանքերում մեջ մենք կրնանք մարդոց խապել սիրելներ բայց մենք Աստծո երբեք չենք կրնար խապել եւ գիտես ինչ Սատանան գիտե շատ լավ քու դգար գեդերդ օգտագործե։ Գրնալալ դու մարդոց կկալեցնես մարդոց արչև, ամեն ինչ օքեյ է։ Դու կարող ես կոչումիդ մեջն ես, ծառայության մեջն ես, ամեն ինչ լավ կընթանա։ Բայց քու մեջդ այն դգարությունները Սատանան շատ լավ գիտե։ Եվ գիտե ինչպես օգտագործե եւ օրը քու դեմդ գդրեք էզի կամ լման վնասասե։ Եկ կարտան կաղադացիս 1.15 Կսե, բայց երբ Աստված ուզեց, որոշեց զիս իմ մորս որովայնեն և իր շնորքովը զիս կանչեց։ Գիտեք կսկանք հոստեղեն ինչպես, բիդի խնդրեմ եղբորում ես որ կա և նվակ է, կդեսնենք ինչպես Աստված իրապես ամեն անձի համար կոչումը իր նույնիսկ չծնելեն առաջ ունի։ Պողոս Արաքյալը միակ անձը չէր, որ ինքը կոչում ունի կամ Մոսեսը։ Աստված ամեն անձի պես նույն ձևով կվարվի։ Եվ կտեսնենք հոսը ինչ իր մորը որովայնի մեջ եղած արդեն այն կոչումը Աստված որոշած էր։ Պեն Պետրոս 1:10 Կսե ասոր համար եղբարներ ավելի չանկրեք, որ ծեր կոչումը ու ընդրությունը հաստատեք վասնզի այս ընելով բնավ պիտի չինակ։ Գիտեք կրնալ տուն արդեն կոչումիդ գիտես։ Չեմ գիտեր եթե տուն արդեն կոչումիդ մեջ անցած ես։ Սիրելներ, Աստծո կոչումը կրնալ դարբեր բաները լա։ Կրնալ միսիոներական կոչումը լա, որ երտաս եւ մարդոց հասնես Աստծո խոսքով եւ ավետարանով։ Կրնալ Սարայողը լասեգեցի մեջ, տարբեր ծառայությունների մեջ, կրնալալ փարապանության մեջ, կրնալալ հովիվական կոչում, կրնալալ աղոթքի բարեխոսելու կոչում, կրնալալ մարգարեական կոչում, տարբեր կոչումներ կա, որ Աստված կրնալալ դար իր ժողովրդին։ Շատ ադեններ այս կոչումը ինքը գախյալ է նորեն կամ գաբ ունի այն բնության, որ մենք ունենք։ Գիտեք, Աստված ամեն մեկումը ստեղծած է որոշ ձևով։ Եվ մենք բարապ դեղի չենք, որ մենք ունենք որոշ տաղանդներ, որոշ կարողություններ։ Աստված ամեն մեկումը փամը ծանած է եւ փամը ստեղծած է, որ որոշ գործ մնա։ Եվ գիտեք, շատ վատ կլա, երբ որ անցմոր ինքը չէ ստեղծված կոչման համար եւ ինքը գործի այն կոչումը հաջողեցե։ Կարծես այս սերքը կամ այս ոտքը գործի ուրիշ գործ ունի։ Սերքը օրինակի համար գործի ոտքի գործ ունել։ Շատ բան կլա, չէ, շատ դժվար, հոգնեցուցիչ կլա, կարծես, բայց երբ որ քո կոչմանդ մեջը լաս թյուրին կլա,
Սա երբ որ առաջին հերթին Աստծո ձևով լան է, Աստծո ժամանակի մեջ լան է։ Անորոշ եթե պիտի գիտնանք մենք, եթե պիտի հարցես ինձի, ինչպես ես կրնամ գիտնալ առաջին հերթին իմ գոչումս ինչ է կյանքիս։ Կրնամ, եթե պիտի սեմն է քեզի 6 կերպ եկուր քեզի դան որտուն գիտնաս քո գոչումդ կրնալալ քեզի խապած կլամ։ Սիրելիներ, այսօր մենք կարիք ունենք մեր Աստվածային այն 40-ի մեջ մտնենք, բարձրապես արիտ տանք Աստված, որ աշխատի մեր կյանքերում մեջ։ Շատ ադներ մենք կանդեսենք անբաժինա։ Արդյոք չի ծարայեմ միանը սպասեմ դիրոջը, նո, անի չէ։ Բայց կա գոչումի բաժիմը, որ գիտես, որ դու ամեն կյանքը դեպի այն ուղղությունով է։ Մի առներ այն մեծ քայլերը կամ որոշումները, երբ որ անիկա Աստծո մեջ չէ հայտնված սերտակավի կամ Աստված այն արդոնությունը չէ տված քեզի, որ դու երթաս ընես։ Բայց դու ծարայես Աստծո տանը մեջ, այո, ծարայե։ Նայր ինչ տաղանդ ունիս, ծարայե եւ ընթացքին վստահ դերն է, որ քիչ-քիչ կսկսի հայտնել։ Բայց այդ ընթացքի մեջ դու պետք է որ արի տաս, որ Աստված աշխատի քո կյանքիդ մեջ։ Մշակե դաշե ատփոփոխությունը անե։ Մեկ հատ ծարայությունը ծարայած եմ նույն աս ամբիոնեն, որ մի անդեսեր քո խաչի ճանապարհը։ Շատ ադներ մենք ան խաչի ճանապարհը մգա մեր կյանքի մեջ, շատ ադներ բանգն ենք, խուսապինք, չենք ուզեր, քանի որ քիչ ցավ գա հոնդեղը դժվարություն գա, կփորձենք մենք քալեցնենք, գերբերը գտնենք, դառնանք, մեր կարծենք որ պիտի Աստծո վրա քալեցնենք, բայց իրականության մեջ Աստված չեն կրնար խապել մենք, չեն կրնար Աստծո ստիպել, որ ինքը մեր յետևենք կա եւ դեր ես հիմա պիտի ծարայեմ, ասկորձը պիտի նեմ, ուտուն հետս պիտի լաս, անանք չէ սիրելներ, կավլիցի։ Մեր Աստվածը ինքը մեր Աստվածը, մենք չենք մեր կյանքին Աստվածը։ Մենք ենք որ կհետևենք իրեն։ Ինքը չէ, սիրելիներ, քավլիցի որ մենք սպասենք Աստված մեզի հետևի։ Ես քայլ գարնեմ ու գագնգալեմ որ Աստված իմ հետս է։ Նո գեցիր։ Դու չես որ քայլը գարնես։ Կա մեկը որ քո կյանքդ իրեն դվիր։ Սիրտդ իրեն դվիր, որոշումներդ եւ ամեն ինչ քո կամքդ իրեն այլևս։ Դու չես կնար այլուհետև տուն որոշում արնես քո կյանքիդ մեջ։ Գուզեմ նորեն հավասարակշռություն բահենք, չեմ խոսիր ամեն բզդիկ որոշումի համար, խոսիմ այդ հիմնական որոշումները, որ մենք գիտենք, որ անի պետք չէ որ մեր գլուխեն առնենք, պետք է որ դառնանք Աստծո։ Ով դեր ինչ կուզես։ Քո ժամանակիդ մեջն է, քո գերբիդ մեջն է, եթե ոչ։ Գնալալ մենք սևենք, որ հոստեղ ես անդեսված եմ։ Ինչն է որ ինձ այն գոչումի մեջ կբերե, ան գոչումի մարդ կդարձե, բեմին վրա ելեմ, արջևի աթոռները նստիմ, կամ ավակը լամ, կամ հովիվը լամ, սիրելիներ ասոնց ամեն Աստծո համար երբեք բան չունին, երբեք չեն որոշեր Աստծո զավակներուն արժեքը, գնալալ դուն իրապես անդեսված անցնում ես, բայց դու այն ընթացքին մեջն ես, որ Աստված քեզի գծած է։ Եվ չես փորձեր որ անիկա արագցես, չես փորձեր որ գրճադես։ Եվ գիտես յետք ինչ կլա, դեմը գուկա որ Աստված անակ քեզի կբարձրացե սիրելներ։ Աստծո խոսքը գսե մի նայք մարդոց ճապանիշներուն, մի նայք մարդոց կերբերուն։ Մարդիկ ինչ որ հայտնի է կսկսին ավելի մեծարել կամ փառք տալ, Աստված անակ չէ, Աստված մարդոց պես չի կներ, Աստված գնայ սրդերուն։ Գնայ եթե այս անձը իրապես սրդանց իրեն հետ է, սրդանց իր հետը գկալե եւ դեղ գուկա ու կբարձացե։ Աստծո խոսքը գսե որ վերջին օրը շատեր որ առաջինն են պիտի լան վերջին եւ շատեր որ վերջինն են պիտի լան առաջին։ Heç կարևորություն մի դար մարդիկ ինչպես կմտածեն քեզի համար, մարդոց միտքերը։ Մի մտածեր որ ես պիտի լամ հայտնի վրաս բանը լա, ասանք attention լա։ No, Աստված attention-ով բանջներ չի կալեր։ Եղիր Աստծո attention-ը ունեցող։ Դու Աստված է որ աչքերը վրա կետրոնացածել է եւ ոչ թե մարդոց։ Շատ վտանգավոր գլա սիրելիներ, երբ որ մենք կփորձենք մարդոց այդ attention-ը առնել եւ գրավել։ Քանի որ անիկա մեզի գցիկե որ ինչը լանք ժամանակվի վերջ։ Խոնարինք, ված ձևով խոնարինք կսեմ։
քանի որ մենք հբարդ ենք, բայց երբ որ մենք Աստծո առջև կխոնարհենք, տեղը կուքա Աստված շատ հզոր ձևով կբարձրացնի եւ կփայլեցնի անակ մեկ ձևով, որ գնալալ հեչ կյանքիդ մեջ չես սпасեր։ Հալելույա։ Անոր համար եթե կրճատված ձևով պիտի գիտնանք, ինչն եմ։ Եթե ամենը լավ պատասխանը գուզես ինձ մե, արի դուր Աստված աշխատի։ Քանի որ այդ 40 դարին անցին է, 40 դարի բանով գսեմ վսա։ Բարին բունի մաստով, այսինքն անցնին է այդ ժամանակը դերն է որ պիտի կուքով, ինչպես որ Մոսեսին կով եկավ։ Եվ սե քեզի որ եգուր քեզի ասինչ տեղը ղրկեմ։ Անիկա գրնալալ քու ավակիտ միջոցով լա, անիկա գրնալալ քու հովիվիդ միջոցով լա, եւ այն 40 դարին գրնալալ ինքը մեկ շաբաթ լա, չեմ գիտեր, գրնալալ մեկ ամիս լա, բայց տուն հավատարմորեն այդ արիթ դվիր որ Աստված փոխփոխությունն է քու կյանքիդ մեջ։ Գրնալալ խոսք լսեցիր, քո ավակիտ միջոցով կամ քո հովիվիդ միջոցով եւ տուն խոնարեցար, փոխվեցար, ապաշխարեցիր։ Փոխփոխություններ իր կյանքիդ մեջ։ Եվ Աստված կդեսնե, գրնալալ անժամանակը կարճ լա, գրնալալ երկարի։ It's okay։ Մի բախտադեր քու ընթացքը ուրիշ մարդու ընթացքի հետ։ Տուն դարբեր ես։ Եթե տուն ավելի երկար դեվեց ասել, չէ որ տուն ավելի վատ ես։ Գնալը դեսես մարդիկ օրինակ շուրջդ, ասես ինչպես շատ արագ բարձացավ կամ շատ արագ թիր կարավ ծառայություն ռավ կամ դարբեր բաներ։ Հեչ մի բախտադեք ասեու սիրելներ։ Կուզեմ իշեք որ դուք կվարվիք ոչ թե մագերեսային ձևով, դուք խորունգ ձևով արիդ կուտակ Աստծո գնալալ շատ դժվար անցյալով եկած ես, շատ դժվար հոգևոր ժառանգությունով եկած ես տուն քու ընտանիքի հետ կամ քու բաբերի հետ, եւ տուն իրապես փամը գա որ դերը ժամանակ կուտագոր կամ ժամանակ կուզե որ անփոփոխությունը գադարեք ու մեջդ շատ գաղուղ եղեր իր ձեռքերում մեջ մի բախտադեր տուն դարբեր ես ուրիշն եւ այնադեն երբ որ տուն կբարձադրվիս եւ Աստված կբարձրացնի քեզ սիրելիս այնադեն մարդիկ կրնալ մտածեն օ ինչպես եղամանանք բայց դու գիտես որ դու քիմ վճարեցիր սпасեցիր փոխվեցար հնազանդեցար խոնարեցար ապաշխարեցիր եւ դերնա դեսավ այն ամեն քու ընթացքդ եւ բարձացուց քեզի հանր համար ամենելավ գերբը որ կոչման մեջ անցի սիրելիս որ տուն Աստծո արդուն է որ փոխեք ու կյանքդ մի գարձրելար երբեք Պեմբեդրոսին համարը որ գարտացին գսե վասնզի այս ընելով բնաբիդի չինակ գսեր ասոր համար եղբայրներ ավելի չանք եք որ ծեր կոչումը ու ընդրությունը հաստատეთ վասնզի այս ընելով բնաբիդի չինակ նույնիսկ իշեմ որ հոյու սևագնա այս խոսքը շատ գսեր որ կոչումը ընդարաբես կբահեք ու կյանքդ շատ ադներ երբ որ դու պիտի ինաս կամ բոզիչում պիտի ինես կամ կալեցնես բաներ գիտես որ քանի որ դու գոչման մարդ ես եւ անցես անորոմար դու մնաս հաստատ չես երտար ինար չես երտար այն մեղքը ներ քանի որ դու գիտես որ դու դարբեր անցես դու Աստծոց մենք կոչված անցես եւ դու գուզես որ այդ կոչումիդ մեջ բահես քո անցը եւ քո ընթացքդ Ֆիլիպեցիս 3:14-ի մեջ կսե Պողոս Արաքյալը նպատակը տնելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերին կոչումին մրցակին գվազեմ մրցանակին գվազեմ Սենք դեսնենք Պողոս Արաքյալ ինչպես ինքը կոչման մարդ էր եւ ինքը այդ մրցակցելու մեջ էր արդյոք դու ինչի մեջ կմրցակցես աշխարհին կորձերու մեջ արդյոք բեղկերու մեջ, արդյոք բծություններու մեջ, շադախոսության մեջ, հարկանքս բոլորին, այսինքն ասխոսք ինչ որ գսեմ, ինքը բոլորնից գսենք, ներարել ես։ Ինչի մեջ արդյոք մենք կվազենք, ինչի մեջ որ տեսակ մրցումի մեջ ենք, անձեր կամ որ աստվածային մրցումի մեջ են։ Մարդոց համար գնալալ իրենց շատ կնահատելի բան չեներ, տանգակին բանը չեներ Աստծո համար, մարդոց համար, բայց Աստծո համար այո։ Գնալալ մարդոց չափանիշներու մեջ ասեն ինչ կնես տուն, ինչ կերտաս կծարայես, ժամանակ կանցնես, նո այդ չափալ պետք է չէ, մի երթար ատկանա խորունգ։ Կնա գերագի օրը աղոտ է ու վերջ։ Բայց ում մրցումի մեջ ես,
Ոչ թե դու գմրցակցես մարդոց հետ, որ դու մարդոց մե ավելի լավ լաս։ Դու մրցում ես գնես որ դու հաղթես քո անձիդ վրա եւ Աստծո զորությունով։ Կայր դու ունես քո մարմինդ, որ միշտ կհագարակի եւ ճուզեր որ Աստծո դու ծառայես։ Քանի որ մարմինի ցանկությունները դարբեր են։ Աշխարհը շատ զորավոր հոսանք կա որ դու Աստծո մե հերանաս եւ դու ընդհանրապես այն գրագը չմնա քո մեջդ։ Շատ ծառաներ կան որ գնալ հարցերու պատճառով վիրավորանքի պատճառով, աշխարհի քաշողության պատճառով կբաղին ժամանակը վերջ, այն գրագը չի մնար իրենց սրդերում մեջ, որ իրենց կոչմանը մեջ հաստատ մնան, և ժամանակ վերջ կտեսնենք, որ իրենց մարեցան, հերացան եկեցի են, կամ հերացան իրենց կոչում են, միցիկ էր օրմը որանց, որ անպանը բադահի կեզի, միշտ հիշե, որ տուն անմրցումը գնես, որ տուն հասնիս երգինքի մեջ և ասված կեզիս է ապրիս իմպարի սավագս, որ տուն կու կոչումը էդ կադարեցիր, ինչպես որ Բողոս Սարակյալ գսեիր անցին համար, որ ինքը Աստծո կոչումը կադարեց։ Նպատակը դիտելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերին կոչումին մրցանակին կվազեմ։ Հիսուսի անունով սիրելիներ, ես կհավատամ, որ Աստծո խոսքը գծանե մեր մեջը այն փափակը, որ մենք իրապես Տեր, ես կոչումս։ Ես չեմ ուզեր կյանքս փճացեմ բարապ բաներով, ելեմ երկինք ես երբեք ժառանգությունը չունիմ կամ բարձրադրությունը չունիմ Աստծո մե, բայց վերջացեմ իմ կյանքս եւ Աստծո արչեւ գտնվիմ, որ Աստված ինձ իսե որ ապրիս հրաշալի եւ հզոր գործեր։ Ամեն եւ ամեն։ Շատ երկար ասելիքներ չունեմ սիրելիներ։ Կուզեմ մի անասան գեդիմը վրային անցիմ շատ արագ, կրնալալ դարբեր նույթ մը, լա բայց մեկ հատ խոսենք ասկեդին։ Աստված ընդհանրապես Աստծո գոչումը որուն է, դղամարդոց կամ կանայք, կամ բոլորին, իրականության մեջ բոլորին, կան որ անսիա մենք կրնանք շպոտիլ, բայց կրնալալ դարբերություն կա, ադեններ, կրնալալ Աստծո խոսքի մեջ դարբեր գոչումներ կար, տեսենք որ ընդհանրապես Հիսուսի առաքյալները դղամարդիկ էին, չեմ սահմանապագեր կոր, որպես բան չլանք, ասանք չսկանք վիրավորված կամ ձևով, բայց ինձի համար շատ կարևոր բաժինը, որ թունը լաս քու գոչմանդ մեջ, և չի փորձես լալ գոչումի մեջ, որ ինքը բան ունի, իր արժեք ունի մարդոց մեջ, կրնանք հասկանանք ինձ ինչ կուզեմ ասել, շատներ կտեսնենք, որ ասի Պաստերը հովիվ է, ես ալամ, կանի որ շատ բան է, ասանք մարդոց մեջ հարկելի է կամ դարբեր դեսակներ։ Անորամար մի փորձերի երբեք նմանիս ուրիշին։ Գիտեք կոչումներ կար քույրերու, ասենք կմտածեմ օրինակի համար Բողոս Սարակյալ, ով կկարծե որ Բողոս Սարակյալը շատ հզոր ծարամն էր, կոչումի մարդ էր, շատ զորավոր էր, չէ։ Նայեցեք ինչ կսե քահադացին, նույն համարը որ կարտացին գսե, բայց երբ Աստված ուզեց որոշեց զիս իմ մորս որովայնեն և իր շնորհքով զիս կանչեց։ Գիտեք կմտածեմ, որ մորը որովայնը չլարն է, ուր կլար արդյոք Պողոսը, կրնալալ դեր երկինքներ։ Անորամար կա բաներ, որ իրա մենք կնենք, բայց չենք գիտեր իր արժեքը։ Այն որովայնը, որ այն հզոր ծառաները, որ կշալգեն, այն մայրերը, որ տաստիարագեն, գաջեցեն այն զավակները և այն զավակները հզոր անցեր գելեն Աստծո։ Կարծեք որ Աստված միան այդ զավակներուն է կվարձադրե, ով է որ քեզի այդ գործ ունեցավ քո կյանքիդ մեջ, այդ ներդրումը, այդ ժամանակները, այդ գիշերները արտում մնալը կա անց մեջ է, կա մայրեր ընդհանրապես։ Անորոշ մի սահմանապակեք, ընդհանրապես աշխարհի համար հիմա աղջիկա գսե որ դու մայր մի ելար, արժեք չունի, կնա աշխատիր, կնա կուպանը դունեցիր, աբակա դունեցիր ու չեմ գիտեր ինչ աշխարհի մտածելակերպը, բայց Աստծո մտածելակերպը սիրելիներ դարբեր է։ Կրնալալ դանդ մեջ մեկնա քեզի չի տեսներ քույրիկս, բայց Աստված շատ լավ կտեսնե։ Հավատարմորեն դու ինչ որ գնես արդեն Աստված կտեսնի, անի դեղը պիտի որ դու այն նոր վարձ կբիդարնես։ Այն հաջողությունները, որ պիտի բերե քո զավակդ, միան իրեն պիտի լագես կհավատամ Աստծո արչև։ Քեզիալ, քանի որ դունես որ արդեն աշխատեցար աս զավակի վրա։ Գիտեք Աստված հզոր գոչում ուներ
Հիսուսի մորը Մարիամին, չէ՞։ Աստված կամ Հիսուս, ես կհավատամ, որ Աստված կարող չէր կատարվի առանց մարդու կամ քրոջը գործով կամ օգնությանս եմ, բայց մենք կտեսնենք ինչպես Մարիամ Հիսուսին հղացավ եւ ինքը դաստիարակեց ու հավատարմորեն Աստծո շնորհքով ինչքան Աստված իրեն հավատարիմ տեսավ եւ արժանի տեսավ, որ ինքը աս թիրք ունենար։ Անորամար սիրելիս նայր Աստված ինչ կուզե քեզի համար անես։ Մի նայր մարդոց միտքերը կամ մարդոց կերպերը, աշխարհային հաճելի բաները։ Նայր Աստված ինչ կուզե։ Գնալ տուն ծածուկ սենյակի մեջ աղոթող անցես։ Եվ քո աղոթքը դե որ ընդհանրապես հաջողություն կբերե ծառայությանը կամ ծառայումը կամ հովիվիմը կամ ավետարանիչիմը մարդիկ չեն տեսներ քեզի գնալալ չի ծապեն քեզի մեկն չի գիտնա դու ինչ երիր բայց Աստված գիտե որ դու ինչ կնես ամեն եկեք գնանք Աստծո ներկայության մեջ պիտի խնդրեմ պարապանտյան խումբը որ կա Սիրեներ որովհետև եղբայրը շատ կարևոր օրինակներ կուտայմա ուզեցի պատմություն պատմել ցեզի որ ամեն խոսածները շատ հետաքրքիր է ատմիտքը որ ամեն երևացող բան չէ որ ինքը հաջողություն կուտա քանի գաչ երևացող գոմը որ իմ գարձիկովս ավելի կարևոր է ով լսած է ծառայողի մասին որոնց անունն է Ռեյնարդ Բոնկե եթե չի սխալիմ 90 միլիոն մարդու չափ Հիսուս Քրիստոսին ընդունած է իր ծառայության միջոցով այս մարդուն եւ որ մը գսե այս մարդը ես երազմը կտեսնեմ եւ գսե շատ մեծ թակը դեպի ինձի գուկա եւ գսե ես խոնարհապար կմտածեմ որ այդ թակը գուկա դեպի ինձի որովհետեւ Աստծո խոստալ գսե որ վերջարչան բսակը պիտի առնեք եւ գսե գուկա թակը գուկա այդ սրդովեմ որ պիտի կա գլխուս վրա բայց գսե հանգարց գուկա գսկսի քովես երթալ եւ գսե ինձ շատ գեդակրի ատտակը նախ ինչու ինձի գլխուս շիտրվավ եւ ուր երթա գսկսի դիդել եւ գտեսնեմ որ շատ ձեր գին մգա եւ ատտակը երթա at ձեր գնոջ գլուխին վրա եւ հանգարց գտեսնեմ բզդիկ տակը գսկսի կալ եւ գմտածե կարծես վստահ ասիգա ինձ չի այսինքն աս ամեն ինքը գվերաբրի երազի մեջ գսե վստահ այսինքն ասիգա ինձ չէ որովհետեւ իրական մարդը խոնարհապար ասենք հաջող ծառայող եղած է իր գոչումի մեջ եղած է հանգարց գսկսի աստակը կալ բզդիկ եւ անսպասելիորեն իր գլուխին վրա եւ գսե ինձ համար շատ մեծ հարցում էր ինչու այդ գնոջ մեծ տակ ինձ բզդիկ տակ եւ գսե Աստծո հարց տվի եւ Աստված պատասխանեց որ լսե գսե Ռենարդ դու գսե շատ ծառայություններում մեջ շատ բդուխ բերերես բայց գսե այս կինը ամեն քու ծառայություններուդ համար ձունգի գուկա գաղոտ է ամեն Ադորամար մեկադալ աղվոր արդայդությունը լսերեմ ցեզի հետ բաժնեցիմ գիտեք Աստծո քահին արչև չի կան արաքյալներ, հովիվներ, մարգարեներ, ուսուցիչներ գիտեք ինչ կան Աստծո ծառայողներ Ադորամար շատ Աստված օրհնե քեզի ամեն ինչի համար որսիր որովհետև շատ ժամանակ գարձես աշխարհը մեզի ասանք սորվեցուց որ ամեն չերևացող քորց գարձես արժեք չունի եւ գարձես ամեն երևացող կամ գարձես ամեն անգամ առաջին շարքը նստող փեմերուն վրա ելող մարդիկն են հաճող բայց այսօր գրնալ շատ մարդիկ փեմերը չեն լար եթե վարակուրին հետևը շատ մարդիկ զունգի չկային Ադորամար թող Աստված օրհնե ցեզի ես կքաչալերեմ ամեն ինչ որ գնեք ամեն Ամեն եւ ամեն հալելույա եկեք պիտի աղոթենք հիմա սիրելներ Չեմ գիտեր ինչ պիտի կատարվի հիմա քո կյանքիդ մեջ կամ սրտիդ մեջ բայց եկեք բացելանք Սուրբ Հոգին թող հիմա քո բարձ աղոթքը դլա դեր որ դու ինչ բաժին կուզես կյանքիս մեջ հայտնել ինչ բաժին գա որ հիմա իմ կյանքիս մեջ եմ պետք է որ ելնե ինչ բանը գա որ ես մեջ ունեմ եւ պետք չէ որ լամ բարձ մանկական սրտով սիրելիս Տիրոջը աղոթե ասաճ գիկ խոնարհեցենք մեր սրտերը գնաս աչքեր դա կոծել
որ Տեր ինչ կուզես նեմ, ուր կուզես երտամ, ինչ կուզես փոխվի իմ կյանքս մեջ, աղոթե այս բառերը Տիրոջը։ Հալելույա Տեր, մենք քո առջևդ կանգնած ենք, մեր ողջ սրտերով, մեր ողջ կյանքերով Տեր։ Մենք հայտնենք քո առջև կատարյալ վստահություն, որ մենք կատարյալ ծեոտ քո ցերկերուտ մեջն ենք։ Մենք շնորհակալ ենք, որ ովը մեկ բան մեր կյանքերում մեջ քո իշխանութեն է դուրս է, քո գամք է դուրս է, քո Տեր Աստված կորձ է դուրս է։ Մենք շնորհակալ ենք, որ քո կորձդ մեզ գարնե եւ կպատրաստե եւ կհասցե այն գեդին, որ մենք կլանք քո գոչմանդ մեջ եւ ոչ թե Տեր ընենք ինչ որ մեզ կգոչես, այլ լրացնենք այն գոչումը Տեր։ Հիսուս Քրիստոս անուն մեր ամեն կյանքերի ընթացքներով Տեր Աստված։ Մենք շնորհակալ ենք Հայր, որ դու հավատարմորեն կգործես աս գործը մեր կյանքի մեջ։ Մենք շնորհակալ ենք ով Հիսուս։ Սիրելիս կնալաս վիճակի մեջ կարծես հուսահատած եւ կարծես որ դու գործ մչունիս ընդարաբես Աստծո ծրագիրի մեջ կամ դանը մեջ։ Կնալալ սկաս որ շատ արդեն ուշացած է։ Կնալալ սկաս որ երկար տարիներ է մասնավոր փոփոխությունը չլար կամ գործը չի կատարվել քո կյանքի մեջ կամ քո կյանքի միջոցով։ Հիսուսի անունով կսկամ ինչպես Տերը։ Գուզե հայտնեք ես որ ամեն ինչ իր կատարյալ ժամանակի մեջն է։ Իր կատարյալ ծրագիրի մեջն է։ Իր կատարյալ իշխանության տակ է։ Աղոթե Տիրոջը բարձ խոսքեր։ Տեր եկուր եւ գործե իմ սրտիս մեջ։ Գործե իմ կյանքիս մեջ, որ ամեն ինչ որ արկելք է, որ ես անցնիմ եւ լամ։ Քո Աստվածային գոչմանը մեջ Տեր։ Դու Տեր Աստված մաքրե այն բանը։ Ես պատրաստ եմ փոփոխության։ Ես պատրաստ եմ Տեր ամեն ադընթացքին։ Ես պատրաստ եմ նույնիսկ որ պիտի ելա Տեր սաբսող կամ դժվար կամ նեղության մեջ։ Ես պատրաստ եմ, սիրելիս, եթե վախ մգա սրտիդ մեջ որ Տերը գործե, կուզեմ վստահ լաս որ Տերը երբեք քայլ չի գնար արնել սիրելիս։ Քանի որ Աստված երբեք վախով գործ մչներ քո կյանքիդ մեջ։ Տունես որ կհրավիրես իր գործը, տունես որ կփանաս քո սիրտդ։ Վստահ եղիր որ տուն աբահով ցերկերու մեջ պիտի ելաս։ Վստահ եղիր որ ադենտացքը Աստծով գրնաս անցել ինչ որ պետք է։ Գրնալալ նոր որոշումներ, գրնալալ ապաշխարությունը լա սխալ բաներ է, գրնալալ մեղքեր է, գրնալալ անդարբերություն է, գրնալալ հուսահատության մեջ ես, գրնալալ հոգնած վիճակի մեջ։ Սիրելիս երբեք մի կարծեր որ Աստված կարող չէ դա բդուղ քո միջոցով։ Կուզեմ հիշես որ այն ջուղը որ կմաքրվի գրնալալ տվա որ ինքը չի գրնար անգամ եւս բդուղ դա, բայց հաջորդ տարին անտանք բդուղը գուտա որ տուն ապշած կմնաս։ Սիրելիս գրնալալ այն մեր գացած ջուղն ես հիմա որ գտեսնես եւ գնայս եւ քո կյանքիդ կսես ինչպես ես գրնալալ Աստված ինձի պես մարդումը կործած է։ Սիրելիս Աստված է ոչ թե տուն, ոչ թե քո զորությունը, ոչ թե քո կարողությունը, ոչ թե քո շատ դաղանտավոր լալը։ Ալ Աստվածային այն զորությունն է որ կկործե հիմա քո մեջը։ Անոր համար մի սահմանապակեր իր ցերկերը, երբ որ կգադարեն նոր բան քո սրտիդ եւ կյանքիդ մեջ, անիգա թունես, դիր քո անունդ եւ ընդունիր որ Տերը իմ կյանքիս մեջ կկործե եւ իմ կյանքիս մեջ միջոցով աղոթե Տիրոջը շնորհակալություն այդես, ես շնորհակալ եմ բաբա որ դու գոչում ունիս ինձի իմ կյանքին դեր ամեն իմ բարձությունով ես, ամեն իմ տգարությունով ես, ամեն սահմանապակ բանով որ գերեմնա կամ գտվա կյանքիս մեջ դու գոչես Տեր, դու գոչես ինձի Տեր խնդրեմ մնա դանով աղոթքի մեջ սիրելիս կոծե աչքերը կետրոնացիր Տիրոջի վրան քանի որ գահավատան որ Տերը ունի կոչում քո կյանքիդ Հիսուսի անունով ամեն այն
վիրավորված սրտերը, որ գնալ վիրավորված են սպասել են կամ հոգնած են այդ սպասումի վիճակ են։ Նորոգ է Տեր Հիսուսանով այն հույսը սրտերում մեջ։ Հիսուսանով թող հույսը չմարի։ Լանք վստահ որ տուն ամեն ինչ իր ժամանակի մեջ կնես։ Քո աստվածային ցևով Տեր։ Թող նորոգվին սրտերը Տեր Աստված Հիսուսի անունով Տեր։ Հիսուսի անունով թող ամենան խապեպա հավատք որ պետք է որ ես հայտնի ելամ թող Տեր Հիսուսի անունով ինա մեր մտքերեն Հիսուսի անունով թող լանք հայտնի միայն քեզի միայն քո տակավորությանը դարձև Տեր Աստված որ մենք բարձրանանք երկինք եւ մենք երկինքի մեջ ստանանք մեր կովասանքը կամ մեր վարձատրությունը Տեր չլանք Տեր Հիսուսի անունով այն սպասումը որ մարտիկն են որ պետք է որ բարձացեն մեզի կամ չեմ գիտեր կնահատեն Տեր Հիսուսի անունով թող չարտվի Տեր թող կանտվի այն մտածելակերպը Հիսուսի անունով Հալելույա հալելույա Քո Սուրբ Հոգին ներկա է Տեր Քո Սուրբ Հոգին ներկա է Տեր Հիսուսի անունով Հիսուսի անունով Հիսուսի անունով Սրտիս կա որ ասանք ամեն անձի ձեռք տնեմ բայց քանի որ կարող չեմ խնդրեմ սիրելիս գնաս մեկ ձեռքդ քո սրտիդ վրա տնել մույս ձեռքն դիրոջը բարձացուր Իսկ հավատամ որ դիրոջը օծությունը հիմա գտապի յուրաքանչյուրիս վրա Աստեղ մերժված մարդիկ չի գան Աստեղ մերժված մարդիկ չի գան Դու մերժված չես Դու մերժված չես դիրոջը կործեն Դու մերժված չես դիրոջը կոչում են Դու մերժված չես դիրոջը տակավորությանը մեջ Դու անբաժան մասնիկ ես Դու շատ կարևոր մասնիկ ես Շատ կարևոր մասնիկ կգազմես Դեր այսևո կտեսնե քեզի Հիսուսի անունով ես գաղութեմ քո Սուրբ Հոգիդ օծությունը տապի քո եկեղեցիդ վրա Դեր Թող եկեղեցի Տեր Հիսուսի անունով գիտնա ինչքան ինքը ով Դեր հարուստ է քեզմով ինչքան արժեքավոր է քեզմով Հայր Աստված Հիսուսի անունով տապե քո օծությունը քո յուղը Դեր Հիսուսի անունով հիմա մարդիկ Դեր Հիսուսի անունով նոր գրակ կսկան Նոր գրակ քո ժողովրդին վրա հալելույա Նոր գրակ Հիսուսի անունով Նոր գրակով գվարինք Գպոծավարինք Հիսուսի անունով Գպորպոքիկ այն աստվածային երկնավոր գրակով Հիսուսի անունով Մենք շնորհակալ ենք Տեր Մենք շնորհակալ ենք Տեր Մենք շնորհակալ ենք որ կերտանք Տեբի առաջ Եվ սատանային բոլոր տները կարող չեն Գանքնել մեր առջև Քանի որ մենք քո զավակներդ ենք Քանի որ մենք ունենք քո ուժը Քանի որ մենք քո պարքը ունենք քո օծությունը Տեր Մենք շնորհակալ ենք Հայր Աստված որ մենք չենք կալեր մեր ուժերով այլ գլեցվենք աստվածային ուժերով հալելույա հալելույա ավելիով Տեր ավելիով ովարկա տապե քո հոգի տապե քո գրագը տապե քո օծությունը Տեր Հալելույա Հալելույա Շանի ես Շնորհակալ ենք Տեր Աստված մնա սիրելիս Աստծո ներկայության մեջ Ինչ որ մենք կարող չենք մեր Աստվածը կարող է Հիսուսի անունով հալելույա Անորմա եկեք այս բառերը երկենք հավատքով լեցված որ Տերը կարող է Ամենա Կարող Աստվածն ես իմ Ամենակարող Աստվածն ես իմ Ամենակարող Աստվածն ես իմ Հիսուս Ամենակարող Աստվածն ես իմ Ամենակարող Աստվածն ես իմ Ամենակարող Աստվածն ես իմ Հիսուս Բարձացում սայնը դերք է դիրոջը Ամենակարող Աստվածն ես
ամենակարող Աստվածն եսի Մեր Տերը կարող է ամենակարող Աստվածն եսի ամենակարող Աստվածն եսի Հալելույա մեր Տեր արկա ամենակարող Աստվածն եսի Միակ քո անունն է ամենակարող Տեր ամենակարող Աստվածն եսի Հիսուս Հալելույա Տեր դու կարող ես սրդեր բուժել Հիսուսի անունով Եթե գսկաս որ Տեր դակավին կրնալա սիրտդ վիրավորված է կրնալալ գարձած ես որ դու անտեսված ես կրնալալ մտածես որ քո ավակը չի տեսներ քեզի կամ հովիվը չի տեսներ Եթե ոյի մեկ թե ոդ քո սիրտդ վիրավորված է սիրելիս ես կհավատամ որ Աստծո կամքը չէ որ ոյի մեկ տառնությունը լա քո սրտիդ մեջ Հիսուս Քրիստոսյանով դիր ցերկդ սրտիդ վրա իսկ կաղոտ եմ ամեն վիրավորված սրտի համար դեր Եղբայրներս եւ քույրերուս կյանքերում մեջ Հիսուսյանով որ բուժման հոգի տապի Հիսուսյանով ամեն թարնության հոգի հարցակում իրենց կյանքերուն եւ սրտերուն թողին այ Հիսուսյանով Թող դեր քո ժողովրդի սիրտը լա դեր քո սերով դլեցուն այն վստահությունով որ քո աչքերը դեր կտեսնեն կզանազանեն դեր ամեն ինչ քանի որ քո անունը ամեն անուն է վեր է Քանի որ ասի քո եկեղեցին է դեր եւ քո դանն է Ասի գաու դեր ասված մարդկային ցերկերով չէ բարձացված դեղ չէ այլ քո աստվածային ցերկերով բարձացված կառուցված է դեր քո եկեղեցի դե որ դու ծնած ես Հիսուս Մենք շնորհակալ ենք որ ամեն անց դու կարող ես դեր Հիսուսանով օգտագործես կամ ավելի շիդակ դեր կորձագիցը լասիր հետ դեր Մենք շնորհակալ ենք որ շատ Հիսուսանով մարգարեներ կբարձրանան քո դաներ մեջ արաքյալներ դեր աղոթողներ բարեխոսներ դեր արկա Հիսուսանով աշակերտներ Հիսուսանով հովիվներ Հիսուսանով ավակներ ծառայողներ դեր արկա ավետարանիչներ դեր Հիսուսյանով քանի որ մեր զորությունով չէ մարկային կարողությունով չէ սահմանապակ կարողությունով այլ քո ուժով դեր այն ուժը որ դեր Հիսուսյանով հիմա կշրջի Հիսուսյանով եւ գհբի ամեն սիրտ եւ ամեն կյանք Հիսուս Քրիստոսյանով ամեն դեր Հիսուսյանով վատ բացասական գանքնում Ոյ մեկ անց իր դեղը Հիսուս Քրիստոսյանով իսկ կքանտեմ ատ դեր Հիսուսյանով ոյ մեկ զորություն որ քո զավակներոդ կյանքին Աստծո որ իրենց հարած չերտան եւ իրենց կյանքերը չծաղկի դեր Հիսուս Քրիստոսյանով Հիսուս Քրիստոսյանով դեր Պարկդ քո ներկայությունը դեր քո ներկայությունը քո պարկդ եւ բադիվը տոլեցնե քո դունը քո զորությունը տոլեցնե քո դունը դեր քո զորությունը տոլեցնե քո դունը դեր զորությունով դեր զորությունով մենք խնդրենք կործես զորությունով կործես դեր զորությունով կործես դեր զորությունով կործես դեր զորությունով հբիր դեր հբիրով արկա հբիրով արկա հալելույա հալելույա դու կարող ես դեր ինչ որ ես կարող չեմ դու կարող ես ինչ որ ես կարող չեմ փոխել դու կարող ես դեր ինչ որ ես կարող չեմ որ ազատեմ դու կարող ես ինչ որ ես կարող չեմ որ կատարեմ դու կարող ես դեր շնորհակալ ենք Հայր Աստված շնորհակալ ենք Տեր Սիրելիս կուզեմ միշտ հիշես որ Աստված քեզի շատ կսիրե անցամ քեզ մի արդոներ չարը որ ատբախտադության մեջ տնե քեզ ուրիշի հետ Աստված հատուկ ունի քեզի Որ մորան չես կնար ուրիշին գոչում անել Գիտես արդեն պետքություն չունիս Քանի որ ինչ որ ունիս արդեն անանք տանգակին է որ մեկը նա չունի
մի փորձեր օրը մեկումը նմանես, մի փորձեր մեկումը ոյ մեկ ձևով գրտնես ինչ որ ինքը գնե։ Աստված քեզին ունի։ Շատ կանարկես առաջին հերթին Աստծո սիրելիս եւ յետքը քո անձին երբ որ դու գործես ուրիշին նմանես դու շատ հադուկ ես քո կորձը շատ հադուկ է քո ուրացը շատ հադուկ է քո ուրացը շատ կարեւոր է Աստված քեզի բագաս աչքով չի նայր կամ տարբեր աչքով չի նայր սիրելիս դու սավագես Աստծո ինչպես որ հովիվը գսեր չի գա երկինքի մեջ դիրքեր երկինքի մեջ կա Աստծո զավակներ որ իրենց բաբային նմանությունով գործեն ամեն մեկը իր կոչման մեջ ամեն մեկը այն բաժնի մեջ որ Աստված կանչեց որ գադարե եւ վերջին խնդրանքը սիրելիներ ծեր եղբորում է որ հավատարիմ եղիր քո կոչմանդ մեջ մի գենար մի թատրիր ինչ որ լա պիտի լա այդ ժամանակներ որ լավակույնը ժամանակը բիչի լա որ դու աշխատես ծարայես հավատարիմ մնաս արե ինչ որ լա մի արդոներ փամը որ քեզի կողբ դեկու կոչում է սիրելիս ասո խոսքը գսե որ բահեք ու բսագդ որ չիկա ուրիշ մեկը չառնե Աստված գուզե որ ինչ որ քեզի դված է միան քեզի ելա ոչ չի որ անձնասիրություն սիրելիս բայց հավատարմություն Աստծուց մե քանի որ ասիկա քեզի է Սատանան միշտ գործե կա կողբ դե կողնա քո ժառանգությունը բայց ու մնա հաստատ սիրելիս եւ շարունակե մինչեւ կյանքիդ վերջին օրը մենք կծառայենք մեր Տիրոջը հավատարմորեն Հիսուսի անունով հալելույա ամեն եւ ամեն եկեք պարապանենք Տիրոջը Հալելույա Մենք մեծարում ենք անունը քո Պարապանում ենք անունը քո Ալֆա եւ օմեգա արքաների արքա Հիսուս թագավորում ես դու Մենք